Այստեղ եք աջակից եք Ռոբերտ Քոչարյանի, թե պարզապես եկել եք դրան։ Աջակից եմ։ Ես մանկավարժ եմ եղել 50 տարվա։ 30 տարվա տնօրեն եմ եղել։ 102 անգլիական Աճապնյակ։ Այդ 10 տարիների ընթացքում, որ երկիրը ղեկավարել է Ռոբերտ Քոչարյանը, մանկավարժերին արժանապատիվ է զգացել, հարգված, գնահատված, վերաբերմունք եղել է եւ շրջապատի կողմից, եւ ղեկավարության կողմից։ Մենք գերգնահատված ենք եղել, բայց այսօր այդ նույնը չկա։ Ես առնչվում եմ դպրոցների հետ, մանկավարժների, փոխտնօրենների եւ տեսնում եմ տարբերությունը։ Բայց ուրախացեք, իշխանություն Փաշինյանն ասում է, ուսուցիչները բավականին բարձր աշխատավարձ են ստանում, Գիտեք, այստեղ հիմա բարձրացել ինչու նախություն չի եղել։ Թոշակները ինչի բյուջեով չհաստատեց։ Ընտրություններից մեկ ամիս առաջ, երբ որ ընտրվի նորից կկտրի թոշակները, ես համոզված վստահ եմ։ Եվ ապահովագրությունն է փոխելու, քանի որ բյուջեում նախատեսված չի եղել, եւ թոշակներն է կտրելու, թողանել ժամանակին։ 8 տարի ինչ էր մտածում։ Հակառակ, ասում էր թոշակառուին 10,000 դրամ տամ, ինչ պիտի ան ինչին է պետք։ Հիմա որտե մի ամիս էր մնացել ընտրություններին, չէ։ Հիմա բարձրացրեց։ Թոշակառուներին եւ հազում եմ, որ թոշակառու եք նայելով։ Իհարկե թոշակառու են։ Ասում է լարնակը 900 դրամով տոմս կա։ Ո՞ր հիմա թոշակառուները ճապոտել։ Դա գիտենք, դա ոնց որ գիտեք, ոնց որ ծիծաղի թոշակառուների վրա։ Մենք բոլորս գիտենք դեպի Եվրոպա։ Մինչ այս պահը հիմա արդեն թանկանում է նորից։ Ճանապարհածախսը էժանացել էր, բայց դա ամեն մարդու հասանելի չի, միայն տոմսը առնելով չի։ Դու պետք է չեմ էլ մտածել, բայց ունեմ ծանոթներ Եվրոպայից եկել են, 40 եվրոյով տոմս են առել եկել են, տարբեր երկրներից եվրոպական, բայց արդեն հեսա հունիսի 1-ից կթանկանա նորից, ամառային շրջան է գալիս։ Սպասելիքներ ունեք Քոչարյանից եւ իշխանության գայքը եւ այսպես վստահ եք, որ ձեր նախագծն է հաղթանականը։ Ճիշտն ասած, համոզված չեմ, բայց շատ կցանկանամ, որ նորից երկիրը ղեկավարի, գիտակ, փորձառու, աշխատանքում մեծ պատասխանատվություն, ունեցող անձնավորություն, ես գերագնահատում եմ իրեն։ Գիտեք, ապրելով իմ հուշերը, ասում են, կան պահեր, որ մեծ իր հուշեր են դառնում, հիշողություններ։ Ես այդ հուշերն ունեմ իր հետ աշխատած տարիների ժամանակահատվածից։ Այնպես որ, եւ վերջապես ասում են, ամենամեծ բարիքը հույսն է, չէ, որը հնարավոր չի չգերագնահատել։ Ես գերագնահատում եմ հույսը եւ հավատով փորձում եմ նայել առաջ դեպի հաղթանակ։